Գիտեք, երբեմն պատերազմների ճակատագիրը որոշվում է ոչ թե մարտի դաշտում, այլ փակ դռների հետևում, մի սենյակում։ Հենց հիմա կարծես թե Վաշինգտոնում հենց այդպիսի մի պահ է։ Այսօր մենք միասին կփորձենք հասկանալ, թե ինչպես է մի շատ կարևոր հանդիպում որոշելու խաղաղության գինը, ու թե ինչու է այդ գինը հնարավոր է չափազանց բարձր լինելու։ Դե պատկերացրեք այս տեսարանը։ Ինչու է Եվրոպայի, կարելի ասել կեսը, ամենահզոր առաջնորդները թողնում իրենց բոլոր գործերն ու գալիս Վաշինգտոն Զելենսկուն ուղեկցելու Սպիտակ տուն։ Սա, հավատացեք, սովորական դիվանագիտական այց չէ, սա ուժի ցուցադրություն է։ Իսկական հարցն այն է, թե ում դեմ է ուղված այս ցուցադրությունը։ Ու հենց այս հարցի պատասխանն է, որ կարող է որոշել ամբողջ պատերազմի ապագան, որովհետև այնտեղ, փակ դռների հետևում, Զելենսկին ու Թրամփը քննարկելու են մի գործարք, որը կամ կբերի այդքան սպասված խաղաղությունը, կամ, բառի բուն իմաստով, ընդմիշտ կփոխի Եվրոպայի քաղաքական քարտեզը։ Լավ, եկեք սկսենք ամենասկզբից։ Ովքեր են ի վերջո նստած այդ բանակցությունների սեղանի շուրջ, ու ինչու է նրանցից յուրաքանչյուրի ներկայությունը այդքան կարևոր։ Սա ուղղակի հանդիպում չէ, սա իսկական շախմատային պարտիա է, որտեղ խաղացողները շատ են։ Ուղղակի մի պահ նայեք այս ցուցակին՝ Զելենսկի, Թրամփ, ու հետո Մակրոն, Ստարմեր, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարները, Ֆինլանդիայի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Սա սովորական գագաթնաժողով չէ, սա փաստացի Թիմ Եվրոպան է, որը եկել է ցույց տալու իր միասնականությունը։ Այս մարդկանց ներկայությունն ինքնին հզոր ուղերձ է, Ուկրաինան այս սենյակում մենակ չի լինելու։ Հիմա հարց է առաջանում, ինչպես հասանք այս կետին, ինչպես ստացվեց, որ բոլորը հայտնվեցին Վաշինգտոնում։ Դե, այս ամբողջ դրամայի սկիզբը դրվեց ընդամենը մի քանի օր առաջ, բոլորովին այլ վայրում, Ալյասկայի սառցելանդշաֆտների մեջ։ Ամեն ինչ զարգացավ ուղղակի կայծակնային արագությամբ։ Նախ օրեր առաջ Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Ալյասկայում, որտեղ ըստ լուրերի քննարկել են ինչ-որ առաջընթաց։ Հենց այդ հանդիպումից հետո Թրամփն առաջարկեց կազմակերպել այս գագաթնաժողովը Զելենսկու հետ խաղաղության գործարքը, այսպես ասած, վերջնականացնելու համար։ Նա ուզում է գործարք կնքել շատ արագ, ու հիմա ահա վաղը բոլորը հավաքվում են Սպիտակ տանը։ Բեմը պատրաստ է վճռորոշ ներկայացման համար։ Լավ, եկանք ամենակարևորին։ Ինչ է իրականում դրված բանակցությունների սեղանին, ինչ է ուզում կողմերից յուրաքանչյուրը։ Եկեք սկսենք Կրեմլի պահանջներից, որոնք ըստ էության այս ամբողջ հանդիպման առիթն են։ Սա Պուտինի այսպես կոչված խաղաղության պլանն է։ Եկեք տեսնենք, թե ինչ են իրենից ներկայացնում։ Պահանջը Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս գա Դոնեցկից ու Լուգանսկից։ Իսկ ինչ է առաջարկվում դրա դիմաց, ինչ զիջում է անում Ռուսաստանը։ Պարզապես դադարեցնում է առաջխաղացումը Խերսոնում ու Զապորոժիում։ Հիմա եկեք նայենք իրականությանը։ Ռուսաստանն արդեն իսկ վերահսկում է Լուգանսկի գրեթե ամբողջ տարածքը եւ Դոնեցկի 75%-ը։ Այսինքն նա պահանջում է այն, ինչի մեծ մասն արդեն վերցրել է։ Շատերի կարծիքով սա ոչ թե բանակցությունների առաջարկ է, այլ ուլտիմատում։ Ու հենց այս պայմաններն են, որ բացատրում են, թե ինչու է Եվրոպան այսքան մոբիլիզացվել։ Այդ առաջնորդները Վաշինգտոնում ուղղակի դիտորդի կարգավիճակում չեն։ Ոչ, նրանք եկել են շատ հստակ նպատակներով ու սեփական օրակարգով։ Որպեսզի հասկանանք եվրոպացիների անհանգստությունը, պետք է ընդհանրապես համեմատել երկու հանդիպում։ Մի կողմից հիշում ենք Թրամփի եւ Զելենսկու նախկին բավականին լարված հանդիպումը, որտեղ ըստ մամուլի Թրամփը նույնիսկ քշտամբել է Զելենսկուն։ Մյուս կողմից Թրամփի ջերմ ընդունելությունը Պուտինին Ալյասկայում։ Այս երկու պատկերները տեսնելով եվրոպացիները պարզապես ուզում են համոզվել, որ պատմությունը չի կրկնվի, եւ որ Զելենսկին այդ սենյակում միայնակ չի լինի Թրամփի հետ։ Այսպիսով, ինչ է նրանց ռազմավարությունը։ Նախ կանխել ցանկացած լարվածություն Թրամփի ու Զելենսկու միջև։ Երկրորդ, ապահովել, որ Եվրոպան լինի ցանկացած վերջնական գործարքի մաս։ Երրորդ, շատ հստակ հասկացնել Թրամփին, որ կան անվտանգության կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել։ Դե իհարկե նաև օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նույնիսկ անձնական կապերը, ինչպես օրինակ Ֆինլանդիայի նախագահի ու Թրամփի գոլֆ դիվանագիտությունը։ Եվ այս ամբողջ պատմությունը ի վերջո մեզ բերում է մի շատ դժվար ու դաժան հարցի, մի երկընտրանքի, որը փաստորեն այս գագաթնաժողովի ամբողջ իմաստն է։ Արդյոք սա ճանապարհ է դեպի իրական խաղաղություն, թե սա պարզապես քողարկված կապիտուլյացիա է։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է այս ընտրությունն այդքան բարդ, պետք է նայենք, թե ինչ է դրված սեղանի մյուս կողմում։ Այսպես կոչված մեծ գործարքը։ Խոսքը ՆԱՏՕ-ի ոչի անվտանգության երաշխիքների մասին է։ Պատկերացրեք մի պայմանագիր, որտեղ ԱՄՆ-ն ու եվրոպական տերությունները պարտավորվում են, որ Ուկրաինայի վրա հարձակումը համարվելու է հարձակում իրենց վրա։ Սա Ուկրաինայի երազանքն է, երկաթե երաշխիք, որ այս պատերազմն այլևս երբեք չի կրկնվի։ Սա ամեն ինչ կփոխեր։ Բայց միշտ կա մի բայց։ Ահա թե որն է այդ երաշխիքների գինը, եւ այն աներևակայելիորեն դառն է։ Ուկրաինան պետք է, ինչպես ասում են,
կուլտա թույնը, այսինքն պաշտոնապես հրաժարվի իր ինքնիշխանությունից այնպիսի տարածքների նկատմամբ, ինչպիսիք են Դոնբասն ու Ղրիմը։ Սա ցանկացած երկրի համար պարզապես հսկայական, անասելի ցավոտ զողողություն։ Եվ այս իրավիճակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը թերևս լավագույնս են ամփոփում եվրոպական դիրքորոշումը։ Նա ասում է. «Կա միայն մեկ ագրեսոր, եւ դա Ռուսաստանն է։ Եվ այսօր կա միայն մեկ երկիր, որն առաջարկում է խաղաղություն, որը հավասարազոր է կապիտուլյացիայի, եւ դա նույնպես Ռուսաստանն է»։ Այս խոսքերում ամբողջ անվստահությունն է Կրեմլի մտադրությունների նկատմամբ։ Սա նրանց խաղաղության առաջարկ չէ, այլ պարտություն պարտադրելու փորձ։ Այսպիսով, ամեն ինչի վերջում մենք կանգնում ենք այս մի հիմնարար հարցի առաջ. արդյոք սա պրագմատիկ, թեկուծ եւ ցավոտ ճանապարհ է դեպի խաղաղություն, թե սա վտանգավոր նախադեպ է, որը պարզապես պարգևատրում է ագրեսորին։ Այն որոշումը, որը կկայացվի Վաշինգտոնի այն սենյակում, կպատասխանի այս հարցին։ Ու այդ պատասխանը կձևավորի ոչ միայն Ուկրաինայի, այլև թերևս ամբողջ 21-րդ դարի միջազգային կարգի ապագան։